Հավանաբար շատերը կհամաձայնվեն, որ խոսքը մեծ ուժ ունի։ Միայն թե ոչ այն հայտնի ֆրազայի նման մուլտիկից սովետական, որ ասում է «Как корабель назовешь, так она и поплывет», այդ իմաստով, չէ՞։ Ну, այնտեղ որ չի տեսել, մի փոքր հիշեցնեմ, նավի անունը որոշում են Победа դնել եւ նավարկությունից առաջ այդ P եւ O տառերը ռուսերեն ընկնում են, մնում է Bida։ Ինչևէ, խոսքը դրա մասին չի, չնայած այստեղ ինչ որ չափով կարելի է դեռ մի քիչ վիճարկել, խոսքը նրա մասին է, որ ընդհանրապես մարդկային հարաբերություններում, շփումներում եւ սոցիալական դրսևորումներում շատ մեծ ուժ կարող է ունենալ խոսքը, կախված ու կապված նրա հետ, թե ոնց ենք մենք ինքներս դա անցալում, ոնց են մեր շրջապատի մարդիկ անցալում եւ որ բառը կամ բառակապակցությունը ինչպիսի խորքային իմաստ ու նշանակություն ունի մարդու համար։ Սա կարելի է նկարագրել բանտարկյալի դիլեմայով, որի հետ կապված կան շատ հետազոտություններ սոցիալական հոգեբանության մեջ եւ ոնց որ շատ դեպքերում սոցիալական հետազոտությունները իրականացվում են նաեւ տնտեսական խաղերի միջոցով, ոնց որ օրինակ մոնոպոլիան է, եւ ինչ հետաքրքիր բացահայտումներ կան, հա, երբ որ մարդիկ խաղում են տնտեսական խաղ են խաղում եւ այնպիսի իրավիճակներ են, որ կամ պետք է համագործակցեն, կամ պետք է մրցակցեն, մեծ կապ ունի, կարող է մեծ կապ ունենալ նաեւ այն, թե ինչպիսի անուն ունի խաղը, ասենք այդ մոնոպոլիան։ Եթե օրինակ այդ խաղի անունը լինի համերաշխություն, ընկերություն կամ փոխօգնություն, ապա փորձերը ինչպես ցույց են տվել, մարդիկ խաղի ընթացքում ավելի շատ հակված են համագործակցության եւ իրար օգնելու։ Եվ բացառությամբ, ոչ թե բացառությամբ, այլ հակադրություն այն դեպքերի, երբ որ անվանում է, ավելի շատ ենթադրում է մրցակցություն, հա, անգիտակցորեն ոնց որ օրինակ, եթե խաղի անունը, եթե լինի օրինակ Wall Street կամ դաժան տնտեսություն կամ դաժան մրցակցություն կամ ձիգի կապիտալիզմ նմանատիպ անուններով եթե խաղը կոչեն, փորձերը ցույց են տալիս, որ մարդիկ ավելի շատ հակված են մրցակցելուն, քան իրար օգնելուն եւ համագործակցելուն։